Իրավունք լրատվական, Նանա Սարգսյան, թերևս կրկին ձեզ հարցս ուղղեմ, որովհետև ֆիլմում հնչեց ձեր երաժշտությունը, որը կոչվում էր Նավակ, եթե չեմ սխալվում։ Այո, ինչպես որոշեցիք, որ այդ երաժշտությունը հենց պետք է օգտագործեք այս ֆիլմում։ Հետաքրքիր է, որ այդ որոշումը չի եղել են նաև ռեժիսորներ, եղել են նաև մեր ընկերները, ովքեր տարբեր տարատեսակ կարծիքներ են ասել, ու քանի որ ֆիլմը մի քանի տրամադրություն էր ամբողջ ընթացքում հետապնդում ու երբ որ որոշում ենք, թե որ երգը կարա սիրուն լինի, սիրուն չլինի, ընկերներս հիշացեցին, ասում բայց ինչ ենք հեռու գնում, Գարիկ ջան, աշխարհի ամենալավ երգը։ Այդպես ոնց որ իրաց խորհուրդով։ Շնորհակալ եմ։ Այս արդեն ինձ թվում է տարբեր պատմություններ ունենք բոլորս, թե իրենց հերթին ինչպես եկավ այս առաջարկը, կարող եք բոլորդ էլ ընկերներս պատասխանել։ Նկարանները Ամբրանն է եղել։ Եթե տարբեր են պատասխանել։ Բայց ես հիշում եմ, որ մենք անցած տարի արդեն այս ժամանակ էր, որ քննարկում ենք, թե ինչ մտքեր կարա լինի, մենք ունենք կիսատ մտքեր, որ սկսել էին գրել արդեն, բայց դրանք ավարտի չհասցրեցինք, ես էլ կարծեմ գնացի Արցախ, հյուրախաղերի գնացի գիտարյոնով կարծեմ, ու տղաները զանգեցին, ասին սենց միտք կա, որ կարծում եմ սա ամենա իդեալականը կլինի, ու եկանք քննարկեցինք, ու ոնց որ վերջնական կպանք այդ մտքին, այդ իմ սկիզբն էր, որտեղ ամենասկզբից սցենարական նաև մասին ներկա եմ եղել, նաև սցենարիստներից եմ ֆիլմի, եւ Արմանը Սարգսյան, ով ռեժիսորն է, նաև մեր Գրիգոր Գասպարյանի հետ, եւ Վանը Արմենը, ովքեր մեր սցենարիստներն են, իրար հետ մենք գրել ենք այս ֆիլմի սցենարը, ես ոնց որ չեմ հիշում կոնկրետ մի պահ, որ այս կինոն իմ կյանքում սկսվեց, որտեղ ամենասկզբից մտածելու ընթացքում եղել եմ, իսկ ընկերները կարող են ասել, որտեղ իրանք արդեն առաջարկերի տեսքով, արդեն մի քիչ էփած միտքը միանգամից ոգևորող տեքստով իրանց ներկայացվելով ամեն մեկը կարող են ասել ոնց եղավ իրանց կյանքում։ Ներողություն, հարցս թերևս հարցս ըղեմ ռեժիսորին, կներեք, ավարտեք, այո։ Պատասխան չեմ տալու, Ամրան։ Չէ, ես էլ հանգստի պիտի մեկնեի 2 օր առաջ, ոնց որ հանդիպեցինք Արմանի և Գրիգորի հետ, ու հետո մեկնեցի հանգստի, դեռ չգիտեի հաստատ ես եմ թե չէ, մի խոսքով հաստատվեցի ու հանգստից եկած։ Հələ չենք հաստատվել։ Հələ չէ, հա։ Այ հենց հարցս դրան է վերաբերում, ռեժիսորին ինչպես ընտրեցիք դերասանին, ինչ սկզբունքով որոշեցիք, որ վերջում Գարիկի, այսինքն դերակատարի կինը պետք է լինի իսկապես իր կինը։ Այդ երևի ես ասեմ, որովհետև ինձ էր ուղղված։ Ինձ առաջարկը տանը չի եղել, ինչքան էլ որ զարմանալի է այդ փաստը։ Ես օդանավակայանում պատրաստվում էի հետ վերադարձ թռիչքի եւ այդ ժամանակ տեսա զանգով խոսում էինք միասին ու այդ ժամանակ գիտեի, որ սցենարական աշխատանքները ընթանում են։ Գարիկ ասեց, իսկ գիտես, որ գլխավոր դերերից մեկն էլ դու ես ու ամբողջ օդանավակայանի հերթը եւ ես որ sense թռվռում էի, որտեւ ինձ համար համ անակնկալ էր, համ հուզվել էի ու չէին հասկանում մարդիկ ինչ է կատարվում։ Շատ ուրախացել էի, ինձ շատ հետաքրքիր էր այս ամեն ինչը, ընթացքը զարգացումը եւ այն, որ այս դերի մեջ իմ դերը ինչպես տեսակ քիչ էր, բայց շատ բովանդակալից ինձ այդ շատ էր դուր եկել ու նաեւ այն, որ ես կկարողանայի չլինելով դերասան այդ առաքելությունը կատարել, քանի որ իմ տեսակին այդքան էլ հակառակ չէր, դրա համար կարողացա այդ աղջկա դերի մեջ մտնել։ Շնորհակալ եմ։ Ես ասեմ ավելին կներեք, բանը ֆիլմում ամենաօրգանիկ է ինձ համար։ Ելա Մարիանան, որտեղ մենք բոլորս խաղացել ենք, բայց Մարիանան ներկայացրել է այն ինչ որ ինքը կա։ Լուրջ եմ ասում, որտեղ անգամ այդ առաջին նկարահանման օրը, երբ որ ես հայտնվեցի մի տաղավարում Մարիանայի հետ, ես զգացի, որ ես ինչ որ դες խաղում եմ, բայց Մարիանան շատ ցես բնական է, օրգանիկ է, ոչ ապրում ոչ խաղում է, այն ինչ որ կա։ Չէ, խաղը կերեր են գոտում։ Նրա առօրյան։ Մի խոսք